բարև ձեզ սիրելիներս, բարև ձեզ իմ լավ ժողովուրդ, իմ լավ ընկերներ արդեն։ Այսօր ձեր Անահիտը չկան հագավ իր հրաշալի նվերը, ով ուղարկել էր, որ Երևանից իմ լավ ընկերուհին Օֆելիան, բոլորդ գիտեք, արդեն ճանաչում եք իմ ընկերուհիներին, ինչու եմ ասում սա, որովհետև անցյալ տարի եկել է Երևան եւ գնացինք այս խանութը, ես արդեն ինտերնետով տեսել էի եւ ես ոչինչ այս սևը չգտա իմ հայկին, կար բեժվի գույնը, բայց այդքան մտածեցի, որ բեժվին ամռանը չեմ կարող հագնել եւ այլ։ Միգուցե մյուս անգամ բեժվին է գնեմ։ Միակ բանը, որ այստեղ է բարձրանում, չնայած ինքը չունի այդ, չի կպնում այդքան։ Ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, որ ինչու եմ ես դուրս եկել եթե, մերսի ով ջան շատ արտակարգ, ստեղ էլ բան կա, որ մարդիկ կան, չէ՞, մատները սենց են հագնում, բայց դա չսիրածս բանն է։ Ուրեմն ասեմ ձեզ, որ նրանք ովքեր բնակվում են օտար երկրում, արտասահմանում, Ռուսաստանում, մենք գալիս ենք Հայաստան եւ ուզում ենք մտնել բուտիկներ գնել այս կողմենքում, աշխատացնենք, եկեք աշխատացնենք մեր հայկական բրենդերը։ Այո, չեմ թաքցնում, այդքան էլ մատչելի չի։ Բայց կա որակ, ինձ այն տպավորությունն է ինձ հիմա, որ ես հագել եմ երկրորդ մաշկ, բացարձակապես ժողովուրդ ջան չի քերում, չի մարմնիդ վրա, ինչ ասեմ, ոնց որ մետաքս լինի, շատ որակով է, ուրեմն այս բրենդը երեխեք ջան, Սիր Քոչարյան, ռեկլամ չի, հա, հանկարծ չիմանաք ռեկլամա, հաճույքով կանեի ռեկլամ, եթե Սիր Քոչարը որոշել մի օր ինձ առաջարկել, որ ես իր շորերն էլ ռեկլամ անեմ, ինչպես իմ հավաքածուն եմ անում, ինչու՞ չէ, հայկական յուրաքանչյուր բրենդին պատրաստ եմ ռեկլամի, անգամ արտասահմանում։ Բայց ասեմ ձեզ, որ դե բնականաբար տարիքս այն չի, իրանք հիմնականում փնտրում են երիտասարդ մանեկեններ, երիտասարդ մոդելներ, իհարկե կան մեր մոտ Հայաստանում շատ բլոգերներ, բայց ասեմ ձեզ, իմ համար, երբ որ դու մի ֆիրմա ես ներկայացնում, միայն արտաքին տեսքը չի կարևորը, նաև կարևոր է թե ինչպես ես դու ներկայացնում եւ ով է ներկայացնում։ Իմ համար la beauté d'une femme, կնոջ գեղեցկությունը, հմայչությունը, դա ավելի շատ մարդը պիտի զգա իր ներքին ներքնաշխարհը, ոչ թե միայն արտաքինը ֆուտլյարի նման։ Դրա համար ես շատ լինում է, որ Instagram ենք մտնում, բոլորդ էլ, գիտեք, բոլորդ էլ իմ նման է, կամ Facebook, այսինքն պտտացնում եմ, շատ բլոգերներ կան, երիտասարդ աղջիկներ, գիտեք ինչ, գեղեցիկ են, բոլոր մեր աղջիկները գեղեցիկ են, բոլորն էլ հմայիչ են, մեկը կարճ է, մեկը բարձրահասակ են, մյուսը մի քիչ լիքոտ է եւ բոլորին ես շատ սիրում եւ հարգում եմ։ Բայց ես չեմ տեսնում այդ տիպի մարդ դեռ այսօր աղջիկներ, ովքեր կարողանան ներկայացնել հայկական բրենդներ հայ կնոջ կերպարի հետևում։ Մեկ հոգի կա ընդամենը, որ ես տեսնում եմ իրեն, հիմա մարդիկ կասեն Անահիտը, միակ կինը, որ կարող է ներկայացնել եւ գեղեցիկ խոսք ունի եւ հմայիչ տեսք ունի եւ ինչ ասեմ, ունի նաեւ մեծ ինտելեկտ եւ կյանք, որը ապրել է եւ գալիս է շատ հեռվից, չագերտավոր, դա մեր Անի Քոչարն է, ժուրնալիստ Անի Քոչարը, ով եղել է մոդել, ով հիմա մայրիկ է երկու երեխաների, ունի ինստագրամյան էջ, եւ ես ցավում եմ, որ նայում եմ իր ինստագրամյան էջը, այդքան շատ չկա, ինչքան շատերինը ում որ ոչ մի նայելու բան չկա։ Դե հիմա բնականաբար մարդիկ տարբեր են։ Ես ինչ եմ ուզում ձեզ ասել, եթե դուք հայտնվեք Հայաստանում, եթե դուք կցանկանաք գնել ինչ-որ մի բան, ժողովուրդ ջան, դա իմ խորհուրդն է, դուք ոնց կուզեք այնպես էլ արեք, գնացեք այս բուտիկը, եթե պետք է գնեք մի բան, գնեք մի հատ, բայց որակով, որովհետև իրոք երեխեք հրաշալի բաներ ունեն, արտակարգ հավաքածու ունեն գեղեցիկ շարֆեր, կան վերնիսաժներ կան, բայց այս հագուստի տեսակետից եմ ասում, կարող եք շարֆերը գնել վերնիսաժներից, աշխատացնել մեր ժողովրդին, բայց այս տիպի բաներ գնեք այդ բուտիկին։ Սիր Քոչար, ուրեմն ամեն ինչ կա, միակ վատ բանը նա է, որ չունեն մեծ ռազմերներ։ Հիմա ես մի հատ այնպես կցանկանամ Սիր Քոչարը նայից է եւ ինձ հարց տամ, կարող եմ ես բացել այս մասը, որովհետեւ ինձ նեղում է, իսկ ես չեմ սիրում այս մասը, որ կպնում է կոկորտից, չնայած ինքը աբսոլյուտման չունի այդ կար, որ sense քեզ խեղդի, ուղղակի սա իմ բնավորությունն է։ Եվ ես այսօր հագա total look
ամբողջ ոլուքը սևով եւ իհարկե գոտին բացեցի բաց գույնի։ Ես ճիշտ ասած փորձեցի նաեւ ջինսի ստաբատներով արտակարգ է լինում, շատ արտակարգ մատերիալ է, երեխեք ոնց որ հակը բան չի լինում, ոնց որ քո երկրորդ մաշկ կլինի, բայց ինձ տարօրինակ է, սա լազերով է կտրած։ Որ գամ Երևան, պիտի հետս վերեմ, մի հատ դրանց իրանց հասնեմ, ասեմ, կարող եք, մի հատ ինձ ասես լավ բացեք այս կլոր։ Ինչ ես ես քիփարի չեմ հասկանում։ Մի քիչ գոնես մի քիչ այսպես բաց էին։ Ամենայն դեպս արտակարգ լավն է, մաշկիդ վրա։ Եթե այսօր ես իմ բրենդը չներկայացնեի, ես հենց այսպես էլ կգնայի աշխատանքի, բայց ինչ արած չեմ կարող իմ ասա հակնել եւ ներկայացնել իմ ֆրանսիական բրենդը։ Դա ոնց որ հիմա գնամ ես Սիրքոչար զանգի ինձ ասի կարող ես մի հատ ռեկլամ մեզ անել, բռնեմ հագնեմ իմ կոլեկցիան։ Это что-то не нравится, էլի։ Դե իմ սիրելիներս հիմա ես արդեն քանիսն է մեր մոտ 10-20 է, ես արդեն ճաշ պատրաստեմ, որովհետև ժամը 2-ին աշխատանքի եմ, 2-ին պետք է դուրս գամ, 2-ին թե 2-ին 10 պակաս։ Չգիտեմ ինչ պատրաստեմ, 3 մենք գնացինք ռեստորան, բավականին կերած եւ ես դեռ ուտելիքի անուն չեմ ուզում տալ, ինձ թվում է ամուսինս էլ, մենք ես այդքան շատ չենք ուտի, կբեռնատ հապ արել, շուտ, երևի մի հատ ապուր պատրաստեմ։ Ոբշեմ ժողովուրդ ջան, եթե ձեզ դուր եկավ իմ այս խոսքը, կարող եք, ինչու՞ չէ, կարող եք օգտվել այս խանութից։ Ինտերնետում կարող եք մտնել Սիր, S-I-R, Քոչար, ինչպես Քոչար։ Եվ կտեսնեք իրենց հավաքածուն իրոք երեխեք ես մտա, ես որ բրենդի, ուժեղ բրենդի մեջ եմ նայեցի եւ շատ նմանացրեցի, այսինքն ինքը կլասիկա չի, ինքը սպորտի շիկ հավաքածու է, որ կարող ես սա հագնել ջինսի ստաբատի հետ, մի հատ սիրուն գեղեցիկ ժակետ հագնես ջինսի ստաբատի հետ, լավ բաներ ունեն։ Եկեք աշխատացնենք մեր հայ ժողովրդին եւ մեր հայ բրենդները, ինչու՞ չեն, դա շատ կարևոր է, եւ ես այնքան կցանկանայի մի գեղեցիկ որ տեսնեի, որ Հայաստանում կան շատ փոքրիկ գործարաններ, փոքրիկ, որոնք իրենցով բացել են եւ իրենք իրենցով աշխատում են, ոչ թե մեծ, միայն մեծերը չէ, այսինքն փոքրներն են, ինչ որ մի աղջիկ ինքը լավ կար անում, բացում է իր արտերը եւ իր ֆիրմաներն արտադրում, իհարկե դրա համար գումար է պետք հիմա բոլորը ասեք, ես գիտեմ, հիմա այսօր միայն նրանք են անում, ովքեր ունեն հնարավորություն, այսինքն դերասաններ, երգիչներ, մեկ է տեսնես, որ իրանք իրենց բրենդն են բացել, դրա համար էլ եմ ուրախ ժողովուրդ ջան, չէ՞ որ այդ մարդիկ դերասան կամ երգիչներ, իրենք էլ են եկել սովորական ընտանիքներից եւ դարձել են ճանաչված։ Դրա համար եկեք մեկս մեկից հարգենք։ Դե իմ սիրելիներս, Վաշանայի դժկան գնաց։ Ժողովուրդ եկա, մի հատ բան փորձեցի, նայեք տեսեք ջինսից սև տոտալ լուկը ջինսից բաչկոնի է։ Սա իմ սիրելի մայրամիկներ ինձ նվիրել Երևանում նորից էլի տարերով մի հրաշալի բան է, որ ես ասեմ ձեզ չեմ թաքցնում, ամեն բան չեմ հավանում, ամեն ինչ-որ մի հատ բան կա, որակ կա, շատ որակյալ բաներ եւ ես ուղղակի ապշացեմ մայրամիկին, որ գամ Երևան, կհարցնեմ տեսնեմ ինքը որտեղից է գնել այս պայուսակը եւ ճիշտ ասած ես կգնամ այս խանութը, որովհետեւ իրոք ինքը հրաշալի բան է եւ որակներ է շատ լավը, չգիտեմ, կհարցնեմ ես իրեն, արտակարգ գեղեցիկ բան է, նայեք տեսեք ջինսից տաբատով, ջինսից բաչկոնով ժողովուրդ, երբ որ դուք հագնում եք տոտալ լուքսեր, ոչ մի բան կարող եք չհագնել, միայն ջինսից բաչկոն։ Ես այսա հիմա կհարցնեմ մի կարանողի, տեսնեմ կարող եմ բացի։ Իսկ եթե ես մի հատ բրոշկա խփեմ, այստեղ, որպեսզի ինքը բաց իշնի ներքև, չնայած ասա Անահիտ, քեզ ինչ է խանգարում։ Տեսնում եք, դարձը սենց այստեղ բռնել, այս պայուսակը շատ եմ։ Այս տիպի պայուսակներ հավանում եմ։ Իմ հավաքածուի մեկը կարմիր է, ես իրոք դա այս սրանցից կգնեմ Ամազոնից եւ փոխեմ կանթը։ Տեսեք ժողովուրդ, ինչքան գեղեցիկ է։ Դե ինչ սիրելիներս, я вас люблю, но мне надо готовить обед։ Հիմա մի հատ շորտ գցեմ եւ շարունակեմ իմ գործը սիրելիներս։ Մի բան է պետք է ասեմ, շատ շնորհակալ եմ իմ սիրելի Կաննայի եւ Դավիթի ալիքի համար, ուրախ եմ, որ դուք գեղեցիկ կոմենտներ եք ուղարկում։ Ես անհամբեր սպասում եմ ամեն օր, թե երբ պիտի մի բան գցի, տեսնեմ այս վերջին վլոգը, որ գցել է, շատ քիչ են նայել, մամար տարօրինակ է, որ չտեսա, որ սենց խաչ արեց, ես այնքան եմ ծիծաղացել, այնքան եմ զգացվել եւ հուզվել, որ եկել էր երեխեն մեր տուն, ասեց Դավիթը, մամ Կարլային մի հատ ցույց տու այդ խմորի մոմենտը, որ
Պիզայի ես խաչ արեցի, ասեց, Անահիտ, ես ինչ ես խաչ անում, ասեցի Հայաստանում մենք բոլորս խմորի վրա խաչ ենք անում, որտեղ քրիստոնյա, մեկի ոչ դրա մեր ապուտու թաթիկներով խաչ արեց, ես ուղղակի խենթացա։ Ես ուրախ եմ, որ դուք նայում եք, այո, ասեմ ձեզ սիրելիներս, բավականին հետաքրքիր բլոգներ կունենան իրանք, ես գիտեմ եւ սպասում եմ, այնպես որ դուք էլ սպասեք, ժողովուրդ ջան։ Երիտասարդ են եւ օգնենք, որպեսզի օգնենք չէ, ես կարող եմ ասել, իրենք աշխատանք ունեն, դա նենց չի, որ իրանք դրա վրա են ապրում, ուղղակի եթե ցանկանում են երիտասարդները, նրանք ովքեր բնակվում եք Ֆրանսիայում, նրանք ովքեր Ամերիկայում, ցանկանում են ձեր երիտասարդները դիտել, թե ինչպես են ապրում Ֆրանսիայի երիտասարդները, արտակարգ բան է, ինչ որ ալիք է, սա, որպեսզի մարդիկ իմանան, տեսնեն, որովհետև Կարլան շատ սիրում է բնությունը, իսկ դուք բոլորը սիրում եք բնությունը։ Տեսակ այդ կարապները, որ ինքը կերակրում էր, դա իր մամայի ջուրը հենց ջրի վրա է տունը, առաջ հին ջրաղաց է եղել ու այդ տունը դրա վրա է ու ինքը բոլոր սագերին ու թռչուններին անուն է դրել, տեսնեք, անունով էր կանչում, շատ կենդանասեր է, դաժե որ մի հատ բանը, այդ ճանճ եմ սատկացնում, տխուր նայում է երեսիս, այնպես որ Դավիթ դե լավ ծիծաղում է, այնպես որ նայեք, տեսեք, թե ոնց են ապրում երիտասարդները, իրենց փոքրիկ առօրյան, շատ հետաքրքիր է, դե ինչ սիրելիներս գնացինք, այս անգամ արդեն գնացի։ Սիրելիներս ձեր Անահիտը շքան դուրս եկավ, այսօր ես նորից նույն շորերը հագա, որովհետև պատվիրել է ինձ ուրիշ բան, այդ կոմպլեկտներ, բայց չեկավ, դրա համար որոշեցի սա հագնել, ասեմ ձեզ ինչու եմ հագնում ես գույներ, երբ որ գալիս է արդեն գարունը, մարդիկ անկախ քեզանից դու ցանկանում ես, որ գույներ լինի, ուրախ գույներ, աչքը տեսնում է, եւ ճիշտ ասած որոշել են պալասատվիները հագնել, պալոսկաներովը, գծերովը, հանկարծակի չփրփրտան որոշ սուտ հայերը, եւ բայց հետո որոշեցի չէ, ավելի լավ է կառալով գնամ, այսօր ես ուղղակի ցույց տամ մարդկանց, որ գույնը կապ չունի ձմեռ, թե ամառ, եթե դու հագնում ես գույն, դա մարդու տրամադրության հետ է կապված։ Օրինակ այսօր իմ տրամադրությունը գարալնի գույն էր, գազարագույն։ Նոր ընկերուհիս էր հետա մեսաժ ուղարկեց, ասում ես ինչ մեսաժը, մենք պիտի գնանք ռեստորան, ուղղակի մոռացել էի ասել, որ դու այսօր ռեզերվացիան արա, ես ժամանակ չունեմ ու ասեց որտեղ ժամը քանիսին, հա, հիմա մենք արդեն անցանք դուրս եկանք ճանապարհ։ Ժողովուրդ ջան, ես շատ ուրախ եմ եւ շատ զգացված եմ նրանց ովքեր գրանցվում են Դավիթի եւ Կարլայի ալիքին։ Եթե իհարկե ցանկություն ունեք, օգնենք, որ երիտասարդները ավելի եւ մեր հայ երիտասարդներն ովքեր բնակվում են Հայաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ամերիկայում եւ այլ, տեսնեն թե ինչպես են բնակվում այստեղ Ֆրանսիայի երիտասարդները, ոնց են իրենց համատեղ ապրում, սկսնակ, նոր բաներ են պատրաստում, դուրս են գալի եւ այլ, շատ հետաքրքիր է, երեխեք ջան, որ խորը վերցնենք։ Դե բնականաբար իմ երեխաներն են, ես խենթանում եմ իրենց համար, բայց ամենայն ազնվությամբ, արդեն գիտեմ, որ քանի որ դուք բոլորը սիրում եք իրենց, դրա համար ես ինձ թույլ եմ տալիս, ասեմ ձեզ, որ գրանցվեք, եթե նրանք ովքեր չունեն, հնարավորություն չեն կարողանում իմանալ, ես ձեզ կուղարկեմ, դժվար բան չի, ես գիտեմ, որ շատ-շատերը նայում են, կոչվում է Կարլա է Դավիթը, ես լինքը կուղարկեմ, դրել եմ այսօր երեկվա վիդեոյի տակ եւ ամեն անգամ վլոգի տակը կդնեմ, եթե կցանկանաք, մտեք, խփեք եւ գրանցվեք։ Եվ իրենց դա կօգնի, որ ավելի գեղեցիկ վլոգներ ցույց տան եւ ձեզ դուք տեսեք, չնայած երկուսն էլ աշխատում են, բայց դա ուղղակի sense ոնց որ կողքից մի հատ հոբի լինի, էլի։ Կարլան եւ Դավիթը շատ շնորհակալ են ձեզանից, ես այսօր մեկը ինձ գրել էր Անահիտ ջան, կասես որ մեր Կարլան գեղեցկուհի շատ լավն է, իսկ Դավիթը Միքելանջելոյի Դավիթն է։ Ասեցի լավ ծիծաղացի երեխաները, շատ շնորհակալ եմ գեղեցիկ կոմպլիմենտների համար։ Ուրախ եմ նաև նրանք, ովքեր գրանցվել են Անահիտ վլոգը, ես տեսնում եմ ամեն օր 10 հոգի, 15 հոգի ավելանում են, ես վերջերս շատ չկա հոսքը, գիտեմ ինձանից էլ է գալիս, որովհետև ես շատ շորտեր ներկա չեմ շորտերին, դա շորտերն է բերում, բայց ես երեխեք էլի եմ ձեզ ասում, հանկարծ չմտածեք, քանի որ շատերը խնդրել եք որ բնությունը ցույց տամ շուրջ տամ, ես քանակի հետևից չեմ ընկնում, ժողովուրդ ջան, որակյալ մարդիկ, որակյալ անձնավորություններ, եւ տիկնակ եւ պարունայք, միայն եւ միայն որակ։ Իսկ որակը իմ համար դա բարիությունն է, մեծահոգությունը եւ ոչ թե մեծամտությունը։ Դե ինչ արած, Աստված իրենց հետ։ Հիմա ես այսօր բավականին լարված օր եմ սպասում, որովհետեւ այսօրվա ժողովուրդը շատ են լինելու եւ
ամենակարևորը կա մի հոգի ռոլուկինգի կարիք է զգում, այսինքն ձևափոխելու իր ստիլը։ Իսկ երբ որ դու մեկի ստիլը փոխում ես, իր ոճը, բավականին դժվար եւ դելիկատնի հարց է, երեխեք ջան։ Ասեմ ձեզ, սա հեշտ գործ չի, ես ձեզ էլի եմ ասել, քանի որ պետք է իմանաս հոգեբանորեն այդ մարդու տեսակը, ինչպիսին է, արդյոք ինքը համաչկոտ է, արդյոք ինքը պրիվատ, արդյոք ինքը կոմպլեքսավորված է, ինչ կյանք է անցել, ինչպես է ուզում հագնվել, արդյոք ինքը կարող է սևից հետո միանգամից անցնել գույների, եւ դա դու չպիտի անես ստիպորեն, մեկ-մեկ լինում է, չէ, ստիպում են, վերցա, շատ լավ է, քեզ շատ ես ասում, ինչ ես խոսում, այդպիսի բաներ իրավունք չունեք, ժողովուրդ ջան, պետք է շատ հանգի, շատ դելիկատի, դիպլոմատ ձևով ասել, դա միայն կարող ես ասել քո հարազատին, քրոջդ կամ քո լավ մոտիկ ընկերուհուդ, որ նո, հանի, ես քեզ չես ասում, ոնց որ քեզ մամիչ լինես, ոնց որ ես լինես, այդ ժամանակ արդեն մարդը ինքը հասկանում է, դրա համար երբեմն չեք նկատել, շատ ընկերուհիներ միասին են գնում շոփինգ անելու, եթե քույրը եղբայր չունեն, իհարկե քույրը եղբոր հետ այդքան չի ստացվում, բայց դա ամեն դեպքում այդպիսի բաներ սիրելիներս, ես շատ շնորհակալ եմ եւ շատ սիրում եմ բոլորիդ իմ լուր հետևորդուիներին, ովքեր որ ուղղակի դիտում են չեն գրում, ես գիտեմ, որտեվ ես էլ եմ այդպիսին, արձագանքում եմ իհարկե ոմանց, իհարկե շատ չեմ նայում բլոգ, ասեմ ժողովուրդ ջան, ժամանակս չի հերիկանում, մանավանդ որ ինչ սկսել եմ YouTube-յան ալիքը բացել, բայց բոլորին հարգում եմ բոլորի աշխատանքը։ Երբ որ ես տեսնում եմ էկրանից այն կողմ ազնվություն եւ ճշմարտություն, ոչ թե միայն եւ միայն սուտ, հարգում եմ երկու ձեռքով, երկու ոտքով ամբողջ մարմնով հարգում եմ իրենց, որովհետեւ սա մի բավականին դժվար աշխատանք է։ Սկզբից ես որ բլոգերայում չէի պատկերացնում, բայց երեխեք, ես ասեմ ձեզ 20 թվականին ես ուզեցի բացեմ իմ վլոգը, որովհետև ամբողջ օրը տանն էինք, ճաշ էի պատրաստում, Դավիթ ընկերներով բոլորը մեր տանն էին կոնֆիներ եղել, այսինքն որ իրավունք չունեին տանից դուրս գան, եկան ու մնացին էլ, ոչ ծնողներն էլ ասեցին թող մնա, ոնց մնացել, մարդ էս կար, վախենում են ինձ կեղտոտ ժամանակներ, որ մտածում էին կարողա կորոնա լինեն, գնան իրենց վարակեն։ Այդ ժամանակ որոշեցի բացել, բայց ճիշտ ասած այնքան հեռու էր իմ համար այդ մոնտաժի մոմենտը, դժվարություն էր, բայց ես գիտեի, որ դժվար բան չկա։ Ուղղակի պետք է ունենալ մի քիչ sense բան, էլի, ռիսկ եւ մտածես, որ ինչու՞ չէ դու, ինչու ուրիշները եւ ոչ թե դու։ Այդպես էլ նաեւ հիվանդություն է, երբեմն մեկ-մեկ ասում է, մեկ-մեկ ես միշտ այդ բառը տեսնում եք երեխեք, ես նշում եմ, մեր Անի Քոչարը մի օր խոսում էր ինտերվյուի նման, ես ուղղակի ցնցված մնացի այդ իր բառից, այդ բառը մնաց իմ մեջ, ասում է, որ երևի գրքի մեջ էլ է գրել, չգիտեմ, հիմա կասեք անդադ Անի Քոչարին ես ռեկլամանում, ես այդ աղջկան շատ եմ սիրում, այդ կնոջը շատ եմ սիրում, ինքը լավ մարդ է, մարդ տեսակ լավ, շատ հայասեր աղջիկ է, իսկական հայասեր, ոչ թե սուտ է, բանի այդ աստվածամոր տաճարի կամ բանի Լուվրի անտիկվարիատների, ուրեմն բանը ասեց, որ իրան մոտ արդեն հայտնաբերեցին քաղցկեղ, այդ երրորդ թե չորրորդ ստադի բանի այդ այրան քաղցկեղ, ինքը ասում է պատուհանից նայում էի դուրս ու ասում է մարդիկ գնում էին, ասում է գնում գալիս էին, գնում էին գործի, դժվար բան է երեխեք, ես Աստված կարոտ բայի, ասում է ես ես նայեցի, ասում ասեցի Տեր Աստված, ինչու ես, ինչ եմ արել Տեր Աստված, ասում է ոնց որ մեկն ինձ ասեց, բայց ինչու՞ չէ դու, բայց ինչի է մյուսը, դու ումից ես լավը, այսինքն այդ մարդու ուժը, այդ երկու բառով ես հասկացա, թե այդ կնոջ ուժը որն է, դրա համար եմ հարգում իրեն, երեխեք, հարգում եւ սիրում, ես էլի եմ ասել եւ կասեմ, իմ համար մարդը, մարդու տեսակը դա ուժեղ լինելն է եւ նաեւ լինել բարի եւ աստվածահավատ եւ աստվածավախ։ Դրա համար ես շատ այս վերջերս մի բլոգ էր դրել, մեզ լավ Անահիտից բետար երկու բառ ասեց ինչ որ մեկի համար իստորիա էր գցել։ Չեք պատկերացնում որ կողքս լիներ մի հատ այդ իր թմբլիկ թուշիկները կհամբուրեի, կասեի վայ ապրես իմ Անի ջան, էս ինչ լավ բառեր ասեցիր։ Ինքը շատ հայասեր աղջիկ է եւ հույս ունեմ, որ ինքը երկար տարիներ այդպես կպայքարի եւ իր այդ խոսքը, այդ գեղեցիկ խոսքը կարտահայտի ամբողջ հայ ժողովրդի համար։ Եթե չեք գրանցվել, մտեք գրանցվեք երեխեք։ Բացարձակապես իրար չեք ճանաչում, հանկարծ չմտածեք ճանաչում ենք իրար,
ես մտանայեցի ճիշտ ասած ինձ հետաքրքիր էր իր Instagram-յան էջի հետևորդների քանակը եւ ապշած մնացի եւ գիտեք ինչ մտածեցի, ասեցի նորմալ է որ շատ քիչ է համեմատած որոշ այսօր աշխարհն է այդպես նայում են ինչ որտեղ կա մի հատ խայտարակություն իսկ այդ կնոջը նայելը դա ամեն մեկին տված չի դրա համար սիրելիներս ես նայում եմ իրեն եւ հանգստանում իմ ներվը իր խոսալ իմ ներվերը հանգստացնում են ինքը լավ մարդ տեսական դե ինչ սիրելիներս մի հատ բաժակն այդ վերցեք խմենք Անիկ Քոչարի կենաց համբուրում եմ ձեզ սիրելիներս ես հիմա արդեն կենտրոնանամ հոգեբանորեն իմ աշխատանքին, որովհետև դա բավականին էներգիա է պահանջում։ Դաժե սենց վիճակում ձեզ չեմ թողնում մենակ։ Այս շարֆի համար խենթանում եմ։ Իմ լավ հետևորդուհիներից մեկն ասեց, որ իր տղան այս ամեն ինչը գծում, նկարում այդ բաները։ Վերնիսաժից գնեցի ամռանը եւ գնեցի զեղչերով։ Բերեցի քանի հատ եւ մի հատ ընկերուհիներիս համար, որտեղ իրանք մրսկան են եւ բերեցի երկու հատ ինձ մի հատ սևը կարմիր ծաղիկներով մի հատ սա եւ նայեք տեսեք ինչքան է սազում որտեղ ես գիտեի որ ես շատ կարալնի եւ կարմիր գույներ ունեմ կարմիր այդքան չեմ սիրում ինչքան էս կակաչի գույնը սա կոչվում է կոկլիկոն գիտեք որ նա ֆրանսիական այն կակաչները այն դաշտային կակաչները որ կա տեսեք ինչքան ճիշտ գույն են ընտրել ստիլիստը կոկլիկո ոչ թե ղուժ ոչ թե օրանժ ոչ գազարագույն ոչ բան օրինակ ես նոր հավաքածուի մեջ մի հատ գազարագույն տոպ կա այս թևիկները բանով լավն է դա դե ինչ սիրելիներս Անահիտին ասեք բանը նիպուխը նիպիրա к чёрту գնացինք ժողովուրդ ջան եկատու հիմա պատվերներն ընդունեմ որովհետև ժամը քանիսն է 6-ն է մենք ժամը 7:15 դուրս կգանք ռեստորան Այսօր երեկո ունենք ընկերներիս հետ շատ լավ անցավ, բայց ճիշտ ասած մոռացա որ նկարեմ հարմար առիթ կլինի, որ ասենք բանով կաշխատեմ երևի թե վաղը Ժանետեն ստունն եմ, միգուցե թե վաղը Ժանետը սիրում է նկարահանել մի հատ կոմբինիզոն կա, ուզում եմ իմ համար պատվիրեմ ժողովուրդ ջան, ինչ եք կարծում ասեք ոչ մի բան Անահիտ ջան, կարծում ենք որ պետք է բայց չգիտեմ կսազի թե չէ Առաջ լինեի բակը հարցնեի, առանց հարցնելու կգնեի ես այն, բայց հիմա մտածում եմ, որ չի սազի։ Ժողովուրդ, չմոռանաք լայքերը, եթե իհարկե հավանում եք, միշտ կրկնում եմ դա, որովհետև դա ստիպողական չի և Անահիտը չի սիրում ընդհանրապես ստիպել մարդկանց։ Այսօր ամսի քանիսն է երեխաներ ջան, այսօր ամսի քանիսն է 22-ը, վարա։ On y va. Հիմա այդ կամբինիզոնի մասին եմ մտածում, շատ եմ մտածում, բայց չգիտեմ, վայ, իր մատերիալը լավն է, ամառային կոմբինիզոնն է, դե լավ, պատվիրենք թողկա տեսնենք, եթե չեղավ, ինչ արած, հետ կուղարկենք, միգուցե թե չսազնիշ, Դանի Ժողովուրդն ենք հոգնեցի այսօր, այնպես հոգնեցի այսօր, չեք պատկերացնում, ինչքան հոգնեցի ես Աննա Դե լավ, գնացինք Դե ինչ սիրելիներս, եկեք անջատեմ, ուղղակի ասեմ, որ ես եկա տուն, մայրիկի հետ զրույց տվեցինք մի քիչ խոսացի, ասեցի մամ ջան, դե ես թրա գնամ պատվիրներին, ասեց գնա, բալա ջան, գնա։ Հիմա տեսնենք, հիմա որոշել ենք վաղը պատրաստի գաթա մայրիկը, որտեղ վաղուց չի պատրաստել ոչ մի, ու ես ճիշտ ասած ասեց Անահիտ չիբուրեկի իր սիրտը երևի ուզում է, իմ սիրտն էլ ուզում չիբուրեկի, բայց ասեցի չէ մամ ջան, վաղը կպատրաստենք գաթա, հետո ուզում եմ որ ինքը այդ բիշիներ կա, որ առաջ պատրաստվել, այնքան ենք սիրում, վրա որ շաքար եք լցնում, դա էլ կպատրաստի, կամաց ամեն օր մի բան էլի։ Համել Անահիտին էդի ձեռ է տալիս սիրելիներս 096 ապա նայել իսա ապա հիմա տեսնենք ես աղջիկը հակինքա 4-րդ ռազմերն է վերցնում
Չորրորդը մեծ կլինի, գիտեք, այդ աղ կնոջ վրա, բայց դե ինչ արած, եկեք, վատը չի, գիտեք, մտածում եմ իմ համար էլ չպատվիրեմ սրանից, բայց ես գույները չեմ հագնի, չէ։ Դե լավ սիրելիներս, գնացինք, անջատեմ և կենտրոնանամ, բավականին պատվերներ ունեմ անելու։ Ժողովուրդ ջան, Սերժի համար որոշեցի պատրաստեմ արտիշոկ, խաշվեց, շատ արեցի, հիմա ինքը սակուտի, որտև խնդրեց, ասեցի իմ համար պատրաստի տենց ինչ-որ թույլ լեժե բան, էլի։ Ես ճաշն եմ տաքացրել երեկվա, հիմա սա գրեչկա ունենք աղցան, թեթևակի կուտենք, ես կհագնվեմ և կգնանք դուրս, կգնամ աշխատանքի, սա էլ մեր մարտամիսը գարունան։ Նայեք տեսեք ժողովուրդ ջան, ինչ լավ եղանակ է մեր մոտ, արտակարգ, ցուրտ, մարտի 23-ն է այսօր և բավականին ցուրտ, վայ ես չմոռանամ իմ ընկերուներից մեկի ծնունդն է վաղը, տեսնեմ ինչ եմ գնում, այսօր պատվեր տամ, որ ծնունդի օրը տանեմ, ամսի 27-ին հավաքվելու ենք։ Երեք խոսում էինք աղջիկների հետ, ընկերուներից մեկն ասեց, Անա այդ ծնունդը ամսի 27-ին է, ասեցի հա, ասում այս անձև ցուրտ, ասեցի քեզ է թվում, ես էլ այդպես տարի չեղե, որ արև չլինի, բա հնարավոր չի ցուրտ ասի, նայի մեթեոն նայեց, տեսա, որ մեր մոտ արև, պայծառ արև, ասեցի ոնց կարող է արև չլինի Անահիտի ծնունդին, քանի որ ծնվեց 4-րդ աղջիկը, արև շատ։ Դե ոբշեմ ժողովուրդ ջան, գնացի ներս մրսեցի։ Դե ինչ սիրելիներս, եկեք արագ ձևով ավարտեմ վլոգը, քանի որ արդեն շտապում եմ աշխատանքի, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ամենալավը, ներող եղեք, որ չեմ կարողանում շատ վլոգներ անել զբաղվածությանս պատճառով, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ և ինչպես միշտ ձեզ ասում պակա, և ասում եմ ձեզ բարի դիտում։